Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեն կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին շուտապույտ ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանի արտգործնախարարն իր ելույթում վերահաստատել է Երևանի հավատարմությունը խաղաղության գործընթացին։ Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում նաեւ երկկողմ շփումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։ Մայիսի 16-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ։ Ֆրիդրիխ Մերցը, որը Գերմանիայի կանցլեր է ընտրվել մեկ շաբաթ առաջ, այդ պաշտոնում իր առաջին ելույթն է ունեցել Բունդեսթագում։ Նա խոստացել է ստեղծել Եվրոպայի ամենաուժեղ բանակը, իսկ դրա համար նախատեսել է ավելացնել բանակի ֆինանսավորումը, զինվորների թիվը մեծացնելու համար էլ ստեղծել նոր գրավիչ կամավորական զինվորական ծառայություն, որը կարող է մոտիվացնել երիտասարդներին ստանձնելու երկրի անվտանգության պատասխանատվությունը։